Բարև ձեզ, հարգելի բարեկամներ, առցանց առավոտի ուղիղ եթերում դեմ առ դեմ հաղորդաշարն է, այսօրվա մեր հյուրերն են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը եւ երգիչ երգահան Արտավազդ Բայացյանը։ Այսօր մենք խոսելու ենք կոչումների վերակենդանացման թեմայով։ Ազգային ժողովում նորից քննարկվում է այդ հարցը, կառավարությունն առաջարկում է պատվավոր շինարարի կոչում շնորհել բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում ունեն շինարարության ոլորտում։ Հիմա պարոն Առաքելյան, առաջին ուզում եմ ձեզ հարց ուղղել։ Ինչպես եք վերաբերվում այդ որոշմանը։ Նարեկ Սարգսյանն էր ներկայացնում եւ առաջարկում փոփոխություն համապատասխան օրենքում։ Տարօրինակ վեճ էր գնում այնտեղ։ Նախ ես կողմ եմ, որ ընդհանրապես չլինի։ Եթե Միքելանջելոն վաստակավոր չունի, մենք ով ենք որ ունենանք։ Բայց քանի որ դա գալիս է հերվից եւ շատ ինչու չունենա վաստակավոր, եթե վաստակավոր լրագրող կա, հանձինս ձեզ։ Ես վաստակավոր լրագրող չեմ։ Չէ, բայց կա, չէ։ Այսինքն մեզ պետք են այսօր վաստակավոր շինարարներ, կոչումով շինարարներ, այսօր պետք են մեզ։ Եթե ինձ լսեք, մեզ պետք չեն նույնիսկ վաստակավոր դերասաններ։ Դերասան պետք է լինի։ Ինչ վաստակավոր։ Մեկ ասում են ժողովրդական արտիստ, ոչ մեկն էլ դրան չի ճանաչում, բայց ժողովրդական արտիստը դա շատ մեծ բան է։ Հիմա պարոն Առաքելյան, վաստակավոր շինարարի կոչում պետք է թե ոչ։ Բայց քննարկվում է ազգային ժողովում։ Ազգային ժողովում, գիտեք, ամենաշատը ինձ զարմացրեց այն, որ շատ փիս հարձակվեցին Նարեկ Սարգսյանի վրա, որ ինչու պետք է լինի վաստակավոր։ Ես պատական չասեցի եւ դեմ խոսողները Նաիրա Զոհրաբյանն էր, չէ՞։ Իսկ ինչու չի ասում, որ վաստակավոր լրագրողն էլ պետք չի։ Պարզապես ընդդիմությունը տարապում է մի հիվանդությամբ, ներողություն, որ հենց կառավարության մարդ է ասում, պետական մարդ ասում են չէ։ Ներողություն, պարոն Բայացյան, մեզ պետք են վաստակավոր շինարարներ։ Ընդհանրապես վաստակավորներ պետք են, ասենք եթե մարդը վաստակավոր շինարար չլինի, ինքը ավելի վատ է կառուցելու։ Ես հասկանում եմ, եթե կա բառը վաստակավոր, նշանակում է, որ կա եւ անվաստակ, չվաստակած։ Այդ մի քիչ սիրուն չի, ուրեմն նշանակում է ով որ չի ստացել, դրանք անբովանդակ, անվաստակ մարդիկ են, բայց ինձ թվում է եթե մարդ աշխատել է նա նույնիսկ եթե մի բան ստեղծել է, արարել է, արդեն դա շատ գոհացուցիչ է։ Բայց մի բան կա այստեղ, իմ կարծիքով, ես ընդհանրապես կողմ չեմ այդ կոչումներին, դա 30-ականներին ստեղծել են դա ինչ որ գաղափարախոսության հետ կապված բաներ, բոլորն էլ դա գիտեն, նորից չկրկնենք։ Ուղղակի ինձ թվում է, որ ես բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կասեմ, եթե մարդ մեծ ուրեմն ներդրում ունի պետական գործերի, վաստակ ունի, նրան կարելի է պարգևատրել։ Կարելի է ֆինանսական պարգևատրել, կարելի է իշխանանշան տալ եւ այլն, ամեն բոլոր այդ ինստիտուտները կա, իսկ այս վաստակավորը շատ ֆիկտիվ բան է, նույնիսկ ինձ մեկ-մեկ մտածում է, որ եթե մարդ վաստակավորի կոչում նրան նույնիսկ եթե ասեն վաստակավոր, դա կարելի է անել միայն հետմահու։ Այսինքն մահացել է, գիտեն, որ նա բազմիցս այսքան գործեր է արել, ել չի ավելանա ոչ մի բան, նա վաստակավոր մարդ է, վաստակավոր, ասենք, շինարար է, երգիչ է եղել, չգիտեմ, արվեստագետ է եղել։ Միայն երբ որ արդեն մենք կարող ենք ընդհանուր գիծ քաշել եւ ասել, որ ավարտվեց նրա գործունեությունը։ Թե չէ, լավ, վաստակավորից հետո էլ ժողովրդական, հետո ինչ, չես հասկանում։ Ինձ թվում է դա ավելորդ բան է։ Ինչ որ անպայման ցույց տան, որ ասենք ու մեկ-մեկ մարդկանց մոտ վատ թե կարծիք է, որ այդ մարդիկ իշխանությանը ծառայում են, բայց բոլոր մարդիկ չեն, բոլոր մարդիկ շատ լավ մարդիկ կան, որ աշխատում են, անկեղծ սիրում են իրանց գործը եւ անպայման ուզում են լավ բան ստանալ։ Տալիս են այդ կոչումը այս տպավորությունը, ոնց որ նրանք ինչ որ ծառայություն են մատուցում, բայց երևի դա էլ մի վատ բան է։ Եվ ամենասարսափելին միջև այդ կոչումի հետևից չգնաս չեն տա։ Հա, պիտի գնաս դու ինքդ ինչ որ այդ ողորմելի բան է։ Այսինքն պիտի կոչումը գա մեր հետևից, բայց մենք ենք գնում։ Հիվանդ մարդիկ կան։ Այսինքն չեք կարծում, որ ինքը պետքա լինի հասարակական գնահատական, ոչ թե պետությունը շնորհի։ Եդս անս մի տպավորություն կա, լավ, որ եկել այստեղ ասեմ, էլի, ինչու, օրինակ, եթե բոլորը կան, ինչու շինարարը չպետք է լինի, այստեղից սկսենք, չէ որ շինարարը ամենասուրբ գործն է, վերջին արշով ինչ եք փնտրում Տրոյան,
զվարթնոցը բանը չէ, շինարարն է կառուցել, բայց լավ կլինի ընդհանրապես վերան այս բոլորը։ Ես կողմ եմ դրան, որովհետև արդեն հասել է նրան, որ թամոդանել է ժողովրդական արտիք։ Հա, տենց բաներ կա։ Դա ամոթ է ախր։ Վիրավորական էլ է, չէ։ Պատկերացեք, քեֆերին գնում է, մասնակցում է, հետո նա կոչում են տալի, խեղկատակություն է դա այդտեղ։ Այսինքն դուք կողմ եք, որ լինի վաստակավոր շինարարի կոչում, իրենց Չէ, եթե բոլորը մնում են, այո, եթե մնում են, պետք է լինի եւ վաստակավոր շինարար, որտեղ իրոք շինարարը սուրբ գործ է։ Շատ։ Ես ասեմ, էլի, շատ դենց որ հարցակվել են դա Նարեկ Սարգսյանի վրա են հարցակել, սխալ են արել։ Նարեկ Սարգսյանի անձը կարող է քննադատել գործը, բայց ներկայացրածը դեն դեպքում հանեք բոլորը, հանեք, վաստակավոր բժիշկ հանեք, մանկավարժը հանեք, բոլորը հանեք, ինչ եք թողում, միայն շինարարը ոչ, արդեն դա հասկանալի է, որ Նարեկի հետ է կապված։ Պարոն Առաքելյան, վերջերս Սարալանջի փողոցում փլվեց այն հենապատը, որը 2008 թվին էր կառուցվել։ Հիմա արդյոք դա չի խորհրդանշում այսօրվա շինարարության որակը, կամ Երևանի քանդումները, որտեղ նորը մեկնել են բանի ժամանակ ասում է ինչ տանք վաստակավոր երկրաշարժը քանդեց Փոթորիկն էլ ամբողջ հնդկաչինը քանդեց, շինարարն է մեղավոր։ Բնության բաներ կա, որ կարող է լինի։ Հետո ասես, որ ախմախ շինարարին տվեք, լավին տվեք, օպերա սարքողը իրավունք ուներ ստանալ վաստակավոր, չէ՞։ Հա։ Այս օրինակ շենքը, որ հիմի սարքել են, մարդը գործով է, գործն է անմահ, լավ իմացեք, որ խոսվում է նոր շենքը, որ բան նախարարություններն շատ սիրուն են, չտան շինարարը։ Պարոն Առաքելյան, ինձ թվում է գործն է մարդու կոչումը։ Հա, Թումանյանին ասած։ Չէ, անկեղծ ասած, ինձ հրավիրել ես, ես կոնկրետ կասեմ, վերացրեք բոլորը։ Այո։ Դա է ճիշտը։ Դա շերտավորում է բերում, որտեղ այն մարդիկ, որոնք ճարպիկ են, կներեք, սրիկա են, ամեն ինչ ունեն։ Մարդը համեստ է, ստեղծագործել է, ոչ չել չունի, տուն էլ չունի։ Դες չի լինի։ Դες չի կարելի դա այդպես։ Բանը բոլորն ով ծանոթ չէ այն հարցին, որ գնում են դրա հետևից։ Ես մի հատ դեպք ուզում եմ պատմեմ։ Մեկը կոչում էր ստացել իմ ընկերներից, մյուսն էլ արտասահմանից եկել, լսի այդ կոչում ոնց ստացար, անուն չտամ։ Ասել ինչի, ես էլ եմ ուզում ստանում։ Նախ լավ առիթ է եկել, հիմա ես ասեմ, այստեղից փախած հետեկազեն ոչինչ չպետք է տան։ Դրանք ով են, մենք ենք ցուրտ, մութ, խավար, ապրել ու ստեղծել, արարել ենք, իսկ նա գնացել անդը քեֆ արել, բան եկել է ժողովրդականի կոչում, հետո քեզ կասեմ, ժողովրդականի կոչում ա ուզում ստանալ, հա լավ ստացար հետել վզեցդ կախեցիր, հետո Ներողություն, պարոն Առաքելյան, պարոն Բայացյան, առաջին նախագահի իշխանության տարիներին կոչումները վերացան ու հիմա նորից վերականգնվեցին։ Ինչու վերականգնվեցին ըստ ձեզ։ Առաջին նախագահան որ մի լավ բան արել, դա է արել։ Աննպատակ էր, եթե վերացրել են, վերականգնելու իմաստ չկար, որովհետեւ ինձ թվում է, որովհետեւ այն ժամանակ ինչ որ գուցե դա ինչ որ պատրանք էր, թե ինչ էր, որ ինչ որ մի նոր շունչ է գալու, իսկապես ասենք որպես այս դեմոկրատիա հասկացությունը եւ այլն, բայց հետո ամեն ինչ շրջադարձ եկավ եւ ամեն ինչ կանգնեց իր նույն տեղը եւ այսինքն այն ինչ որ մենք ունենք, դա շատ մի մեծ փոփոխություն չէր եւ ես կասեի նույնիսկ ոչ մի փոփոխություններ չէր, ուղղակի դերակատարները փոխվեցին եւ բնական է որ ամեն ինչ պետք է վերականգնվեր, որովհետեւ նմանատիպ կառույցը այլ կերպ չի կարող ապրել եւ շնչել։ Նա ունի համապատասխան ռեսուրսներ եւ ուրեմն ունի համապատասխան ինստիտուտներ։ Եթե դրանք չկան, ուրեմն փոխվում է ամեն ինչ։ Դրա համար ինձ թվում է այդ էր պատճառը, թե չէ ուրիշ պատճառ չկար։ Ում էր պետք է որ վերականգնեցին։ Արտիստները ինչ որ անհասկանալի բան։ Այս լավ հիշում եմ, որ մարդիկ կան սովետական միության արտիստներ էին, նրանք շատ մեծ
նենց խանդով էին վերաբերում, հանկարծ բեմ դուրս գար, չասեին, որ նա սովետական միության արտիստ է, ոնց որ նրան հայհոյես ամենավատ բաներով, խոսքերով։ Ես չգիտեմ, բանից պարզվում էր, որ ասենք գործը չէր կարևորը, կարևորը թե նրա քաղաքական դիրքորոշումը ինչպես էր գնահատվել։ Այսինքն, այստեղ չես կարող ասել։ Ես էլ եմ համարում, որ եթե բոլորը ունեն, ինչի շինարարները չունենան, իմ հայրը շինարար է եղել եւ ես շատ սուրբ գործ է նույն հաջողությամբ կարող է խառատը հավակնել վաստակավոր խառատի կոչում։ Դե կարող է վաստակավոր առևտրական լինի, վաստակավոր առևտրական, ինչի՞ չէ, ինչ ա եղել, ինչ վատ մարդ է առևտրականը, որ գործ է անում, իսկ ավելի լավ չի լինի կոչումները վերացվեն, դաշտը առողջանա։ Իսում է դաշտը առողջանա եւ եթե ես ասում եմ, եթե կա մեկը, որ իսկապես մեծ արժանինքներ ունի, նրան կարելի է պարգևատրել, նրան կարելի իսկ եթե առանձնապես շատ լավ բան ունի, sense ծառայություն է հատկացել, ապա նրան պետք է տեղ տալ, որ նա այդ իր ստեղծած դպրոցը շարունակի, դա ավելի լավ է։ Թող մրցանակ տա։ Թող սովորեցնի ուրիշներին։ Այո, ինքը սովորեցնի, ինքը իր հնարավորություն տան, որ իր արվեստանոցը բացի կամ չգիտեմ ինչ որ մի բան, որտեղ ինքը կարող է ինքը անձամբ հավաքել մարդկանց, որոնք իսկապես այդ տաղանդ ունեն եւ օգնի այդ մարդիկ, որ կայանան։ Դա ավելի լավ բան կլինի, քան ասենք այդ կոչումները, որը անիմաստ են, ես ինչքան գիտեմ, նույնիսկ փողել չեն տալի դրա համար։ Չէ։ Դե որ չեն տալի։ Միայն ժողովրդականը ստանում է։ Պարգևավճար կա ժողովրդականի դեպքում։ Օրինակ շատ վիրավորականներ են ժուրնալիստները, ես շատ հարգում եմ Նաիրային, համատեց Միչատի հետ, ասում եմ Միչատաբաններն է պետք է ստանան։ Բայց դա էլ մասնագիտություն է, կարևոր մասնագիտություն է։ Միչատաբանի մասնագիտությունը։ Կենսաբանի մասին է։ Պավլովն էլ ստացավ, հասարակ կենսաբան էր։ Պավլով ակադեմիկ բացի այդ Նոբելյան մրցանակ ստացավ։ Իսկ Նաիրայի բոլոր գիտական ուղղությունները հարգեն։ Պարոն Բայացյան, այ դուք այսքան տարի ոնց եք առանց վաստակավորի կոչման ես մեն Բայացյանին դուք նույնպես այ տեսեք համալիրը 1000-ի պրոյեկտ եւ դուք ես ամենաշատն եմ արել մի օր ինձ ասում դու ժողովրդականից ես արդեն վաղուց 20 տարի ժողովրդական ով ինչ չի ճանաչում բա տեսնում եք այսինքն կոչումով թե առանց կոչման Ֆերդինանդ Արաքելյանին գիտեն հիմա պարոն Բայացյան ձեզ էլ գիտեն ձեր երկերներ ծերունդներ բայց դուք ոնց եք այսքան տարի ստեղծագործել առանց կոչման բոլորի ծնունդը շնորհավորում դա մեծ բան չի անիմաստ բան է դա ես իմիջիալուց ես նույնիսկ ճիշտ ասեմ Արմենչիկը ունի կոչում դուք չունեք ես հաշվեցի անցյալ օրը մոտ 100-ի էին հասնում վաստակավորները վերջին տարիներին այդ կոչումը ստացած դե հիմա դերասաններ երաժիշտներ էլի Չգիտեմ, բայց հիմա տեսեք ինչքան մարդ ունի դուք չունեք, այ չեք խանդում, որ իրենք ունեն դուք կոչում չունեք։ Չէ, չեմ խանդում նույնիսկ չեմ էլ մտածել դրա մասին, ճիշտ ասած, ինչ սա պետք։ Ավելի լավ է մարդին շանում է նա այդ իր գործով զբաղվի ու եթե մի բան կարող է ստեղծել, որը կգոհացնի շատերին, դա ես ավելին ասեմ։ Լավ է արդեն, էլ ինչ։ Ես ՍՍՌՄ-ի պետական մրցանակից անձամբ եմ հրաժարվել։ Ինչու։ Բացատրեմ։ Մարզահամերգային համալիրը բոլորը ստացան բացի ինձանից։ Ես ինքս գնացի Մոսկվա, վերցրեցի, ճղեցի, գցեցի աղբա։ Բայց դա կարող էր ձեր կարիերային վերջ դնել այն ժամանակ։ Չէ, ուրիշ հարցով։ 8 հոգի էին այնտեղ։ Մեկը պետք է ավել էր, մեկը պետք է դուրս գար։ Ճարտարապետներից ոչ մեկը չուզեց դուրս գալ։ Ես էլ ուզում էի, որ իմ ընկերները ստանային։ Այդպես է եղել։ Եվ շատ լավ եմ զգացել ինձ։ Ոչ մի բան էլ որ ես չի ասել։ Հիմա էլ չունեմ, ոչ էլ ուզում եմ ունենալ։ Բայց որ ասեց բայց որ պետք է առաջինը վերացրեց կգտնվեն մարդիկ մյուս պրեզիդենտների ժամանակ որ դրա քաղցը կստիպի որ այդ պրեզիդենտներին համոզեն որ նորից վերականգնեն որ իրանք ստանան հիմա որ Փարաջանովը կոչում չուներ ինչ էր փոխվում դրանից աշխարհի չունի ցավը տանում Միքելանջելոն չունի Լեոնարդոն չունի Ռեմբրանտը չունի Ով ունի որ սրանք ունեն մի բան հարցնեմ էլի երկուսի գաղափարախոսություն կեցավոր բան է դա սուտ բան է գնում են այդ կուլտուրայի նախարարությունում օրերով դրամ հետևը կանգնում են մտնում նկարեն նվիրում են սենանում բան որպեսզի կոչման հարցը լուծվի օրինակ մի դեպք եմ ներկա եղել լացս եկավ ասում եմ
տղան հիվանդ է այ մարդ։ Բայց ստացավ ի վերջո Ստացավ ուրիշ բան։ Մի բան հարցնեմ, էլի, երկուսիդ եմ հարց ուղղում, այ կոչումներ շնորհում են չինովնիկները, ոչ թե մասնագիտական հանձնաժողովը։ Այդ շատ Եվ ասենք չինովնիկներից որևէ մեկը, կոչում շնորհող չինովնիկներից որևէ մեկը մասնագետ չի։ Դրան ո՞նց եք վերաբերվում։ Չէ՞ որ դա մասնագիտական գնահատական է։ Չինովնիկներից ոչ մեկը մասնագետ չէ։ Ես ընդհանուր process-ը չգիտեմ, բայց ես գիտեմ, որ ասենք ինչ որ պետք է երաշխավորագիր ունենան։ Տվյալ մարդը, որ ասենք նրան ներկայացում են, կարծեմ ինչ որ երաշխավորողներ պետք է լինեն։ Հա, բայց դա էլ թայֆայական մի բան չի։ Պետք է լինեն այդ բնակավարից։ Չի կարող պատահի, ասենք ինչ որ լինի երկիչ եւ նրան երաշխավորեն, ասենք ինչ որ կոշկակարներ կամ առևտրականը չի կարող պատահել։ Այդպես ես գիտեմ, դուք ավելի լավ է դա ասենք բանի նախարարի հետ խոսեք, ինչ խոսեք, թող ինքը բացա մի հատ թող նստեն բացատրեն այդ ոնց է կատարվում։ Բժշկույթի նախարարը թող ասի, որ կատարվում է այսպես, հանձնում եք, գուցե մենք էլ հավաքենք թղթեր բաներ տանենք։ Բայց ուզում եք, հա, ոնց է։ Ուրեմն պետք չի։ Շատ մի հատ հետաքրքիր բան կա, էլի, որ քաղց կա այդ գործող մարդկանց մեջ, այդ ով ուրախանում են, երջանկանում են, նա տխուր բան կա։ Տխուր, ոչ թե նրանք մտածում են ավելի շատ ստեղծեն։ Այսինքն դա արվեստագետի գիտնականի եսը շոյելու միջոց է։ Չեմ կարծում, բայց չգիտեմ։ Մեր օգտատերերը Facebook-յան հարցեր են ուղղել, ուրեմն մի հարցը հետևյալն է. Նարեկ Սարգսյանն ասաց, որ շինարարներն իրենք են դիմելու պահանջել, որ իրենց վաստակավորի կոչում տան։ Դուք դա նորմալ եք համարում։ Լավ մասնագետը կարող է կոչում պահանջել, եթե արժան հաստատի այդ նախագիծը, մտահոգություն չկա, որ ասենք խադավիկներից սկսած բոլոր մասնագետները կպահանջեն իրենց արդարացի բաժինը այդ կոչումներից։ Ես չգիտեմ, ասենք շինարարներ ասելով ումի նկատի ունեն։ Շինարարների միությունն Նարեկ Սարգսյանն ասաց, որ շինարարների միության կողմից է առաջարկը եղել։ Դա կառույց է, չէ՞։ Ուրեմն ասեմ, ես ծանոթ եմ այդ գործին, ոնց է եղել։ Այո, շինարարներ կան, որ Նարեկին ստիպում են, որտեղ վիրավորված են ուզում իրանք, որ բոլորը ունեն, մենք ինչը չունենք։ Ճարտարապետը ունի, իրանք չունեն։ Չէ, ճարտարապետի իրանք այդպես բան։ Ինչու այն մյուսները ունեն, մենք չունենք։ Եվ իրոք, ես ներկա եմ եղել բանի, եւ Նարեկ Սարգսյանը գրեց ներկայացրեց բան։ Եվ այդ ազգային ժողովը դեմ դուրս, ով դեմ դուրս եկա։ Բոլորը ընդդիմում, այդ կոչմանը դեմ դուրս եկա, Նարեկին դեմ դուրս եկա, իշխանությանը դեմ դուրս եկա։ Բայց կոչումների մասին միշտ էլ խոսվել է, պարոն Առաքելյան, Բան չի մյուսները, որը ավելորդություն է դա։ Չէ, դե հանեք։ Բայց վերակենդանացնում եք։ Հակառակն են, չէ, հանեք, լրիվ հանեք։ Այս ժամանակ Նարեկն է հանգիստ կշնչեր, դու էլ հանգիստ կշնչեր ես, չէինք խոս, ես էլ բայց դա պետք է օրենքով լինի, իմաստ չունի էլի ինչ որ։ Եթե օրինական ճանապարհով ասենք դա հանվի, ընդհանրապես չլինի, շատ ավելի լավ է եւ ես ասեմ, որ ես համարում եմ, որ օրինակ կա պետական մրցանակներ գոյություն ունի, ֆինանսա, դա շատ ճիշտ բան է, մարդկանց պարգևատրում է, դա շատ լավ է, եթե նա շատ մեծ ծառայություն ունի, նրան հնարավորություն է տալի, որ իր արվեստանոցը ունենա, վերջով ինչ որ ֆինանսապես մի փոքր օգնեն եւ նա կայացնի իր նման, ասենք, տաղանդավոր մարդկանց հնարավորություն տա։ Դա շատ ավելի լավ է, քան ասենք այդ կոչումները։ Այդ կոչումները ոնց որ ինչ որ sense զանգուլակներ լինի, sense որ հանեն ասեն էսա կոչում ունի, ծնկ ու ծնգլտած էլի գնաց, sense չգիտեմ։ Բայց դու որ ասացիր մրցանակներ գարիկ ճիշտ ասեց։ Ո՞վ է այդ ով է։ Բայց այնտեղ էլ հերթի է դրված, թե հաջորդ ստացողը ով է լինելու պետական մրցանակը։ Այլ չինովնիկներ, ով գծնում է, ով բանալու, չէ, նրանք մրցանակներ ունեն։ Օրինակ ես տեսել եմ մրցանակներ, զարմացել եմ, որ դա ով է որ ստանում է մրցանակ։
Բայց ես ինձ թույլ չեմ տալիս ասեմ, որովհետև մեղ կա, հիվանդը թող ստանա։ Դե չեք խոսում, ստանում են այն մարդիկ, ովքեր պետք է չստանան։ Մի այսպիսի հարցել ենք ստացել, որ արևմտյան մշակույթում ընդունված չէ կոչումներ շնորհելը եւ այնտեղ պետությունը պարգևատրում է միայն զինվորականներին իրենց ծառայությունների համար։ Դիտարկում է սա ավելի շատ, քան հարցել։ Արևմուտքում չկա այդպիսի բան։ Կա ոնց։ Լեգիոնի լեգիոնի իշխանանշանը, հա։ Դրանք շնորհելը տարածված է տոտալիտար երկրներում, երբ պետությունը եւ պատվիրատու է եւ պարգևներ բաժանող ըստ պատվերների կատարման։ Չէ, սխալ է։ Համաձայն եք դիտարկման շատ մի քիչ շեշտադրությունը շատ են այս բաները, բոլոր երկրներում էլ նույնիսկ ասենք որտեղ եթե թագավորական ինչ որ պարգևատրումներ կա, նույնիսկ կոչումներ կա։ Գիտեք կոչումներ կա, նույնիսկ կոչումներ են տալիս, չէ՞, այնտեղ չգիտեմ սեր են, լորդ են եւ այլն եւ ինչ ասես կարող են ստանալ, այսինքն նայած ինչ ծառայություն է մատուցել նա։ Ես չգիտեմ օրինակ, ասենք դա օրինակելի է թե ոչ, բայց մեր պայմաններում ըստ երևույթին մենք կրկնօրինակում ենք այն ինչ որ անվում է Ռուսաստանում, ես ուրիշ բան չեմ տեսնում, այսինքն որ ամեն ինչ համահունչ լինի, շատ մեծ տարաձայնություններ չլինի, շատ որ միշտ զգանք, որ ասենք ինչ որ մի մեծ տարածքի մի մաս ենք։ Ինձ թվում է դա է, ուրիշ խնդիր չկա։ Երևի հանել են, հետո էլ ասել են իզուր եք հանել, պետք է սենց լիներ, դե որ պետք է տենց լիներ, ինչ պետք է խոսան, վերցնում են եւ թողնում են դա։ Դե այնտեղ վերականգնվեցին կոչումները, դրա վերականգնեցին ունդեղ հիմա ինչքան ով կա, չկա, արժող, ինչ կա, չկա, ամեն տեսակի այլասերված մարդը կոչումներ ունի։ Պորտերը բաց երկում են, վաստակավոր։ Դա էլ իրանց էդ էլ ինչ որ մի պրոբլեմ է։ Բայց կլասիկ երգիչ է, օպերայի ոչինչ չունի։ Արմենչիկն ունի կոչում։ Պարոն Առաքելյան, դուք համամիտ եք այդ տեսակետի հետ մեր Facebook-յան օգտատիրոջ, որը գրել է, որ տոտալիտար երկրներին է բնորոշ կոչումներ շնորհելը։ Չէ, կոչում բանը մրցանակները տոտալիտար չի, աշխարհի բոլոր երկրներում։ Վերջերս Անգլիայի թագուհին մի բան մրցանակ էլ տվեց են երկիչին են Բոչելին։ Նույնիսկ որ չէ, այդպես չի։ Նա արդեն հա կոչումները հա տոտալիտարի բան կար մի քիչ գաղափարական մոնումենտալ Հիտլերներ էր տալի ճիշտ է ասեմ այդ բանը ուներ միշտ այդպես են կայացած հզոր իշխանությունները իրանց մեծարելու համար ունեն Մուսոլինին էլ ուներ դա Եվ դե մեզ մոտ էլ ա եղել ժամանակին այս սովետականությունում Լենինսկի պրեմիա կա, Ստալինսկի պրեմիա եղել։ Այսինքն եթե ասենք մարդիկ խիզախ են, թող ասեն իմ անունով տվեք եւ վերջ ինչ ա եղել ասենք։ Այս մարդիկ ինձ ծառայում են, լավ է, ես իմ անունով իրանց տալիս եմ։ Շոլոխովը ստացավ Լենինյան մրցանակ։ Հա, ստացավ։ Շատ ուրախ եմ։ Դե Շոլոխովը Նոբելյանն էլ ստացավ։ Հզոր։ Հիմա ամփոփում են այս ամեն ինչի, խնդրում եմ երկուսդ էլ ամփոփեք, պարոն Բայացյան եւ Պարոն Առաքելյանը։ Ես արդեն ասացի, շատ լավ կլիներ ընդհանրապես այդ հարցը չշոշափվեր, վերացվեր, որովհետև մնացած այլ բոլոր մեր ուրեմն այդ պարգևատրելու բոլոր միջոցները կան, ասենք, իշխանշանի եւ պետական մրցանակի, կարելի է այդպես մարդուն ավելի մեծ բան անել, օգուտ տալ տվյալ դեմքին, քան ասենք ինչ որ կոչում տալ եւ այդ կոչումը անդադ կրկնել։ Այդ կոչումները ավելորդ բան են, դա իսկապես այն սովետական միությունից մնացած բանն է, Տավիզմ։ Հա, պետք է որ։ Ես անկեղծ ասած նույն ձևի կասեի, նույնիսկ կարծում եմ ես է Բայացյանն հերագիր կտանք, որ մեզ չտան այդ կոչումները։ Բայց մի բան էլ կա, եթե չեն անում կոչումները, շինարարին մտցրեք, նա սուրբ գործ է։ Տրոյան ինչի համար եք մանգա, ում եք մանգալի, շինարարի արած գործն եք։ Առաջին ընթերցման բանցել է, այնպես որ հաստատ այդ կոչումն էլ կունենանք առաջիկայում։ Կամ լրիվ հանեք։ Որտեվ շինարարը շատ մեծ սուրբ գործ է։ Ինչ է նշանակում քանդվումը։ Ամեն ինչն է, ամբողջ երկիրն են քանդել, նստել են այնտեղ։ Ճառն ասում։ Լավ, ավարտենք։ Ավարտենք։ Շնորհակալություն, այսօրվա մեր հյուրերն էին քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը եւ երգիչ երգահան Արտավազդ Բայացյանը։ Այսօր մենք խոսեցինք կոչումների վերակենդանացման թեմայով։